Serge, qu'est-ce que tu veux manger? Qu'est-ce que je prépare à manger? Je sais pas. Qu'est-ce que tu veux? Alors, ne me contredis pas, j'aime pas ça. Alors, j'attends que tu me dises qu'est-ce que tu aimes. Qu'est-ce que tu veux, non? Des assadés. Des assadés, va chercher ce que je peux pas. Hein? Потому что не только поешь на проводе. Что попаки? Кокошно просто где ты мне готовишь. Если не такие на священника готовишь, попробуешь мне картофель устафа. Բոլոր նոր հետևորդներին ասեմ երեխեք ամուսինս Ֆրանսիացիա իրար լեզու է հորինել ինչ լեզու ես հորինել Serge Quoi? C'est quoi comme langue que tu parles? Не поешь что на это. Hein? Tu m'as pas dit qu'est-ce que je vais préparer manger Sergio? Non, t'as amené la poitrine et Chipo, qu'est-ce que je fais? Ասում ինչ ես ուզում, ասում ինչ ուզում ես, երեխեք էդի բա օգնությունա։ Երևի լոբի քաշեմ այսօր։ Ոյ, լոբի քաշեմ, je vais faire l'haricot. Après Chipo peut-être. Je sais pas. Ահագին աշխատեցի առավոտյան։ Դեռ բաներ կան էլի մանր-մունր բաներ, հեսա գնամ դոկումենտացիայի հետ կապված գործ ունեմ, գնամ դա էլ անեմ ու հետո անցնեմ արդեն ճաշ պատրաստելու, դե բնականաբար դա ինձ թվում է չեմ նկարի, գնամ մազերս ներկեմ այսօր ահավոր վիճակը մազերս, ներկեմ և կտրեմ ես, ինձ թվում է ամենաճիշտը դա կլինի У меня продолжение говорит. На столе как уж правда. Երեխեք իմ ամուսինն ես լավ է երկու շատ լավ ձայն ունի աստակ որ մի օր գնալու ենք ճանապարհ Hein? Tu fais haricots en salade? Non, peut-être. Hein? Tu veux salade? Ouais. Ouais. Avec un œuf, Salade ուզում լոբիով, ես ասի լոբին տապակեմ, տապակեմ, ենել Hein? Dis, Serge, dis lobby tapaki. Lobby tapaki. Non, lobby tapaki. Lobby tapaki. Oh, tu m'énerves, non. Non. Tu dis lobby. Dis lobby. Lobby. Lobby tapaki. Allez, j'y vais, parce que tu m'énerves. Մամ, երբ վերցնեմ Վարշավիրանոց։ Հələ լավ է Աննայիդ նազերսլա։ Լավ է հələ սիրուն ասես։ Այսպես ինչ սիրունը բան եմ բերել, պաստավկա, որ անդադ չշարժեմ։ Թե չէ ձերքով պահում, ձերքս ցավում է։ Այս մրջուներն ինչ են ելը, մամ կարող է Անձրևի նշան Աննայիդ։ Յա, ինչ ուր տան անձրև։ Խեսի շտավ, այսօրվա քամին ավելի հաճելի է, քան երեկվա, Սատիկ տոտա ջան։ Ոնց ես Այսօր սառնոտ է։ Как ваши дела сегодня? Լավ եմ փառք ասու Աննայիդ ջան, երեք էր որ վադեի։ Հա, երեք լավ չէր, հա։ Ճնշում սեր տադանվել, փառք ասու լավ եմ, հալա ջան, շատ։ Շատ։ Ուրախ եմ, հետո որ լավ եմ ելնում, ասենք թե ճնշումի հետ կապված բան եւ այլն, դե անկախ քեզանից է, դե մի տեղը որ անհանգիստ է, ասենք գլուխը պատդվում է, աչքը տեսողությունա եւ այլն, անկախ քեզանից տրամադրություն տգնում է։ Իհարկե։ Մարդը ինչի համար ապրում։ Գիտես ինչ Աննայիդ։ Աստված որ մարդուն ստեղծել է, որ ինքը պետք է առողջ ապրի։ Չի արել որ դու պետք է հիվանդանաս, հիվանդություն ունենաս եւ այլ բաներ։ Դրա համար որ հիվանդանում են տխրում են, դա նորմալ չի։ Չպետք է հիվանդանա մարդը։ Մարդը պետք է ապրի առողջ մինչև ինչքան Աստված կամեցել է։ Հետո որ լավ է սլնում ամեն ինչը տեղնա տեսողությունը դա, շարժվելը դա, ամեն ինչը դա, արդեն տրամադրություն բարձրանում է, դու քեզ մարդ ես զգում, ինչ են ասում, ոնց ես ասում ես ինձ մարդ եմ զգում, այսինքն մարդ զգալը այն է որ դու պետք է առողջ լինես, հա։ Դրա համար պետք է ամեն մեկը իրան ուշադրություն դարձնել իր հերթին, բայց որ օրգանիզմը հանգարց որ մի բան
Դե մենք քիմիայի դար ենք ապրում։ Գիտես ինչ անա, դե նոր ինչ են մտածել։ Էլ քիմիան էլ ասուտ։ Ոչ մի բան չի ալտում մարդու վրա քիմիական բաներ։ Դեղերն ամբողջ օրը քիմիական են։ Իմունիտետ եք։ Հողերից չի անա, այդ հողից որ մարդը հողից ասնվում, չէ՞։ Հողից ասնվում։ Ամբողջ բարդանոտ են տալիս։ Երեք են օրը քեզ մոռացա ասեմ, Սերժը որ կարտոշկա էր բերել, չէ՞։ Մի հատը կես կիլո էր կշռել Մամա, են։ եթե դաժե Անայ դեսկան էր, երևի 6-700 գրամ էր մի հատը։ Բայց դե նորմալ, հա, անայ։ Հիմա լսի, ասեմ քեզ, այդ որ օրգանիկ կան է, բիոլոգիստի Սուտ է այդ։ լսի, այս կողքի մամ դաշտը պարտանյութատվե մի ահավոր։ Երեկվա քամին այս սահմանի վրա կկանգնի, այդ պարտանյութը կբերի կծնի լսի օրգան մեկ էլ Որ խոդի համար, Չէ, հա։ օրինակ եմ ասում, այս կողքը պարտանյութ անում, մենք օրգանիկ ենք, բիոլոգիստ ենք անում։ Երեկվա քամին կբերի այս ծառերը, կասի հոպ ստոպ չգաս։ Գիտես դու ինչ ալնում անայ։ Ասենք թե ինքը պարադանուտա տվե, չէ՞, դե բոստանատրե պարադանուտա եւ այլ։ Այդտեղ աճել են ծաղիկներ են աճել։ Դրանց սերմեր են տալի։ Բնությունը նենց արի որ քամի պետք է, որբիսի այդ բանը սերմերը տարածի։ Տարածի։ Հասկացար։ Ոնց որ մարդը ոնց է բազմանում։ Այդտենց էլ է դա։ Ու գալիս եք նոմա հարիվանի հողի վրա։ Ասես այն մարդ, ես այդքան մոլախոդը հավաքել եմ, այդ սերմերը որտից է գալիս։ Քամին բերում է սերմերը։ Իհարկե։ Դից բաներ էլ երեխեք ջան։ Այս էլ ձեր սատիկ տոտայի գեղեցիկ խոսքը սիրելիներս։ Հուսով եմ որ ձեզ ինչ որտեղ հանգստացնում է։ Գիտես մամ շատ շատերը գրում են։ Շատ շատերն են գրում։ Երևի 13000-ից այդ 3000-ը նայում են։ Մենք սատիկ ջոջային, սատիկ մայրիկին, սատիկ տատիկին անամբեր որ սպասում ենք որ գալիս է էկրանից են կոն բոլոր իրանց կարոտն են առնում իրանց ծնողների։ Այսօր մեկը գրել էր որ ձեր մայրիկը խոսում է, շարժվում է, իր շարժու ձևը, բան ինձ թվում է թե մայրիկս է էկրանից են կողում։ Գիտես մամ էդ ինչա նշանակում։ Էդի նշանակում է որ դու մարդկանց, այդ բոլոր մարդկանց երկրորդ կյանք ես տալիս։ Անայդ, տես հիմա խոսքդ կտրեմ աղջիկս այդ խոսքիդ համար էլի։ Ես շատ Ես ուրախ եմ։ անչափ շնորհակալ եմ, որ ես մայր եմ ու մեծացել եմ։ Այո։ Հիմա մարդիկ ովքեր շատերը լսում են ինձ, շատ պատասխաններ են ուղարկում, շնորհակալություն են ուղարկում ինձ բարի խորհուրդներ, գեղեցիկ խոսքեր, բան եւ այլն։ Ես դրանցից բոլորից տարիքով եմ անայդ։ Այո։ Ես տարիքով եմ իրանցից։ Այնքան ուրախ եմ, որ ամենամեծն եմ ես։ Դե համար անունդ գեներալ են դրել։ Չէ, գեներալ է։ YouTube-ի գեներալն ես մամ։ Չէ, ես մեծ եմ իրանցից։ Այնքան ուրախ եմ, որ ես մեծ եմ։ Մեծ եմ ու հարգված եմ, ընդունված եմ։ Թող ժողովուրդն իմանա, որ ոնց որ ձեր համար եմ ես ընդունելի, հաճելի, այնց էլ իմ բարեկամների, իմ ընտանիքի համար եմ ես, իմ երեխեքի, թոռների, ծոռների համար ուշադրության կենտրոն եմ։ Անձինս իմ։ Ես խոսքի ժամանակ անայդ ձեռն է բարձրացնում։ Մամ դու գիտես այն օրը մեկը գրել էր վայ, հա քո երկիդ համար։ Եվ եթե չեմ սխալվում, դա Instagram-ում էր գրել, YouTube-ով չէր գրել։ Գրել էր, «Յա, եթե այս կինը 90 տարեկան է, ուրեմն ես էլ ընդհանրապես էլ չմտածեմ, որ ես արդեն մեծացել եմ, ուրեմն ես պիտի մինչև 90 տարեկան ապրեմ»։ Չէ, տարիքը թվեր են դրանք, Իհարկե, դրանք դա- թիվ են, մերն են ձեր ջանին։ Այո։ Երբեք հանկարծ վատ չզգաք դուք, ապրեք։ Երջանիկ ապրեք։ Մենակ հոգիներդ մաքուր պահեք, լավ բաների մասին մտածեք, աշխատեք թեկուզ քո ընտանիքի համար։ Երբեք չարություն չլինի, խոսածություն չլինի, չար խոսքեր։ Մեծը ինչի համար է։ Մեծը ինչի համար, չեն ասում մեծա։ Մեծը պետք է իրան մեծի պես պահի։ Այո։ Մեծը պետք է կարողանա այնպես անել, բոլորին միացնել, ընտանիքի մեջ համերաշխություն լինի, աղմուկ չլինի, բարձր իրար հետ չխոսեն, չվիճեն։ Սիրում եմ ձեզ։ Սիրում եմ, որ դուք ընդունում եք իմ ամեն խոսքը, ամեն մեջբերումը, ամեն ինչը։ Շատ եմ սիրում ձեզ։ Անայդ այդ կներես, այդ հրապարակի վրա, որ ես ասում եմ, հաստրանում կար եկեղեցու թեմա, այդ ինչով ես տեսել, հին, Ինձ մեկը ուղարկել էր Instagram-ում, կգտնեմ քեզ ցույց տամ, մոռացա։ Դենց այդ եկեղեցին չէր երևում անայդ։ Ապրես չի, մենակ Ու այդ որ այդ խանութները կար, դրա կողքներ միջև եկեղեցի հասնելը, տներ էին, սեփական տներ։ Օրորդ վարսանիկը տեղ էր ապրում։ Այդ հայատն էր ապրում։
Բայց օրորդ Վարսենիկը միշտ կարմիր շրթներ կեր քսում, ամադա, շատ սիրուն որ մեկ ուզում ենք քսում ենք, դու մեզ շուրը իր գալու մեզ ասում, օրորդ Վարսենիկը չեք դառնում։ Կարմիր, հա։ Կարմիր էր քսում միշտ։ Շատ։ Սիրուն կին էր, Անայդ շատ սիրուն էր, անայդ բան, մինիստրի սիրուի է եղել։ Գիտես հասարակնիկ է, բայց թե հիշողություն չուներ, կորցրել է հիշողությունը, բայց էլի հակնվում էր։ Ջահել էր, այդ Հա, ջահել էր, ջահել ժամանակ այդքան մեծ չէր, որ հիշողությունը կորցրել էր, հետո գժվել էր էլի։ սիրուն էր հակնվում, Հա, անայդ կարող է իր ինքը էլ հնարավորություն չուներ նոր շոյեր առնելու, բայց իր հին շոյերը որ առնում է շլապեն դնում էր անայդ, այն սետկեն sense անփաման պետք է կախեր։ Ուրեմն կրկնակոշիկներ էր հակնում։ Ուրեմն այդ պատերազմի ժամանակ անայդ գիտես ինչ էին կաբլուկները սապոկներ չկար այդ ժամանակ ոչ թե պոլու սապոկներ կար չկար ուրեմն կոշ տուֆլիներ էին զիմնի տուֆլիները կաբլուկներով կալուշներ էին ծախում դրանք կոչվում են կրկնակոշիկներ կալուշներ էին այդ ասենք թե մի հատ հին կոշիկ դու ծմերային ընդրում էիր էլի որ ասենք այդքան էլ արտակին չունի կողում էին այդ կալոշի մեջ ու հակրում են որ ցեխերի էին անձրևներին երկար ժամանակ Էդի 18-րդ դարում են հակել մամ այդ որ նայում ենք հին կինոները կրկնակոշիկներ էին հակնում ու մամաս էլ էր Չէ որ ցեխեր չէ որ անպայման անձրև էր ցեխեր ասֆալտ չկար բայց թե այդ մեր իսկական լեննական այն Ալեքսանդրովսկին մեր փողոցները բան եւ այլը էդի ցարներ սարքել տվել լրիվ գրանիտից մայթեր էին մայթեր ունեին լայն Նենց մայթեր էր, մեծ սալահատակներ էին։ Բայց դուրս էր գալիս մամ ինքը բանը։ Զբոսանք էր կնում, տեղ էր կնում երևի էլի, հա, կնում էի Դու քանի տարեկան էիր։ 4-րդ դասարան է յանայի, 4-րդ, 3-րդ, 5-րդ։ Գնում էինք եկեղեցի։ Պարտադիր դասարից որ դուրս էինք գալիս ժամը 1-ին, ասենք երեխեք, չեշտանք եկեղեցի, ժամ, իշտանք ժամ։ Բայց ժամն է կնում ենք հատուկ որ օրորդ Վարսավիկին տեսնենք, հատուկ ժամ չէին կնում։ Մտնում ենք 7 վեր, հերթով են բեմից ելնում ենք, հերթով նկարները համբուրելով դուրս էին գալիս, բայց սունկեկներ ձեռքերս։ Դուրս էին գալիս, ասենց օրորդ Վարսավի հերթով տներ էին, դռներ էին, հայատ չկար էլի, իրանց այդ դրանից մինչև եկեղեցու պատը կլներ երևի մի 4 մետր, 5 մետր էլ չկար, 4 մետր հազիվ լիներ։ Ես ճանապարհ էր որ մենք մտնում ենք եկեղեցի։ Հերթով գիտենք թե յատունը որն է։ Ուրեմն շարվում ենք երեխեքով, թուկտուկ էինք անում, փախնում, թուկտուկ էինք անում, փախնում ենք դուրը։ Որ թվերներ ման պատերազմի։ Դե անայդ ես եթե 4-րդ դասարան էի։ Էտա 36-ից մամ ջան 43, 44։ Հա, պատերազմի ժամանակն էր։ 43-ն էր, 2-ը չէ, 3-ը, 4-ը, 5-ը այդ թվերին էր։ Փորները դատարկ, բայց տրամադրություններ Շատ ուրախ էինք, հա, շատ ուրախ էինք, աչափ։ Անայդ, ես այն օրն էլի բացատրեցի էլի։ Գիտես ինչ, լեննականը ուրիշ աշխարհ է եղել։ Գիտես ինչ առումով ասեմ, բալաճան։ Պետությունը, ղեկավարությունը երեխեքի նկատմամբ, հատկապես ընտանիքների նկատմամբ, հատկապես զոհվածների ընտանիքներին անչափ ուշադիր էին։ Երեխաների պարտադիր լագերը, սնունդի օգնությունը, ինչ ասեմ, շորեր նամանավանդ հրամկազմի ընտանիքներին, ով հրամանատարների ընտանիքներին էր, հատուկ խանութ կար, հրամկազմների խանութ։ Ու դեղից մեզի օրինակ ֆորմաները, աշակերտական բոլորը աշակերտական ֆորմա հագնեինք։ Մեզի ծրի տալիս էին։ Հասկացար։ Որպես հրամանատար։ Հա, հետո բան են անում, պոշտալյոնին ուղարկում էին մեր համարով, որ գնանք խանութ, դե հեռախոսը չկար, ոչինչ չկար, բան եւ այլը, հա, գնում էին խանութ, մամա գնում էր, այնտեղ շորեր էին, ինձին նենց մի հատ վերարգու տվեցին, որ դենց վերարգու երևի հիմա չկա։ Ես էլ բոյով էի, տարիքիս համեմատ շատ բոյով եմ եղել, միանգամից բոյովացել եմ Ռուզանի նման։ Հա, այնից սիրուն վերարգու էր, այնից մի հատ կուստկա տվեցին, դες բան չկա Լեննագանում, Երևանում գոյություն չուներ, երկու կողմներ հակնում էր, մի կողմը մասկոյ էր, սենց գծավոր, այն մյուս կապույտ էր, մի կողմը ռոզվի էր, ու կապիշոնով անայ, Հավաքածուի մեջի ու կապիշոնով անայ, երկու կողմներ գրբաններ, վերջը ես էի օգտվում, ես էի հակում դες լավ շորերը,
Սա ընտի շորեր էին տալիս մեզ։ Բայց ամեն դեպքում դառնությունը եղել է այրի։ Բանայդ ջան, ծնող հեր չունենք, հետո գիտես ինչ։ Ով որ հեր ուներ, մատով էին ցույց տալիս։ Հա, որ մի բան էր ելնում, ասում են, ոչինչ, ինքը հեր ունի։ Հասկացար, անհերերին են ուշադրություն դարձնում։ Պիոներ պալատը կար, անայդ, կուլտուրայի պալատը կար։ Բանը մեծ ֆիլհարմոնիան կար։ Ջանս որ դու ես, հետո թանգարաններ կար, շատ գեղեցիկ տեսարաններ, տեսավայրեր կար, տանում են երեխեքին էքսկուրսիա, ման տալու են տանում, Գորգի այգին, մեր մեծ այգի ունենք, բնական անտառ ա եղել էդի, բնական այգի էր, բնական։ Ծառներ, ես իմ քանի 100 տարվա ծառներ էին։ Այնց գեղեցիկ էին սարքել, նույնիսկ սիրուն։ Գնում էինք հաջախագի Գորգի այգի։ Եղանակն են ձեր որ կանաչի լեննական Շատ։ Մամ իսկ մի հատ հարց տամ քեզ։ Որ եկաք Երևան, չէին ձեր առնում ձեր ակցենտի վրա։ Ասեմ, Անայդ ջան։ Ուրեմն Լեննականից որ եկանք 7-րդ դասարան էին։ Ուրեմն եկանք այդ նոր դասարանա, 10 կա, 10 կա, ես ոչ բարով, եսի միջեր կան, բան։ Աշակերտներն էլ բան շատ անտարբեր, անհոգի։ Գիտես ինչի ասեմ քեզ։ Լեննական էդ է ուզում ասեի։ Մանգատուն կար։ Մանգատունն է մեր փողոցից, հա։ Ուրեմն երեխեք կային մեր դասարանում 2-3 հատ երեխա կային մանգատան, Անահիտ։ Ուրեմն ինչ հոգիս ցավում էր, քշեր չի կարողանում քնի, ես գիտեի որ իրանք ոչ մամա ունեն, ոչ պապա։ Բայց թե ունեին մամա, իրանք գյուղերից էին հատկապես։ Ծնողները ապրելու հնարավորություն չունեին, բերում էին որ երեխեքն տակ քնեն, շոր էին տալի մանկատուն, հագուստ էին տալի, ֆորմա էին տալի ու կերագրում էին։ Գրիշ կար գլխներին, իրանք ապահովված էին։ Ուրեմն անպայման մեր հետ բերերիվ էինք տանում տուն հացը, հաց ու պանիր էր ելնում կամ մի բան, փաթաթում էինք հետներս այնտեղ ճաշին ուտեինք։ Անպայման պետք է իմ հացը կիսեի, այդ մանկատան երեխեքին տայի ամեն օր։ Ուտենք մամ ջան, մարդու հոգին է։ Բայց բոլորը չէին, Անահիտ։ Գիտեմ, իսկ Երևանում ոնց էր։ Որ Երևանում եկանք դրոց։ դրոց։ Ակցենտի համար բան չէին անում, բարբարի։ Վայ, ձեր էին առնում։ Լուրջ ես ասում։ Ձեր էին առնում։ Բայց դու խեղճ չես եղել։ Ուրեմն դե որ բույով էի, վերջն էի նստում։ Քուրս էլ կոլոտ փոքր առաջն էր նստում։ Երևան եկանք, ուրեմն դաս եմ ելնում պատմում եմ, ֆիզիկային պատմում բան։ Ծիծաղում են, այդ բարբարիս վրա ծիծաղում են։ Բայց մեր դասատուներից մեկը լեննականցի էր, աշխարհագրություն էր տալիս, թե ֆիզիկա էր կարծեմ տալիս, Գևորգյան էր ազգանունն էլ։ Հիշում ես։ Որ ես ելնում էի դաս պատասխանելու պատմելու բան, ինքը նենց քթեթակ ծիծաղում էր, որ անդադ լեննականի բարբարով է խոսում, ուրախանում էր։ Ուրեմն մի հատ լակոտ կար, նստած։ Ձեր էր առնում, հենց ելնում եք բանը հատկապես Ստելան, որ ելնում եք պատմելու, հետո նստում էր, ուրեմն ես էլ շատ ժիր էի, չար չէի, բայց շատ։ Ուրեմն անվախ։ Գրիչով էինք, թանակով գրիչով էինք այդ ժամանակ, թանakaman էինք տանում, սենց գրիչը սենց որ շպրտեցի դրա գլխին, ուղիղ գլխի մեջ կանգնավ։ Դասատուն որ նայես բան, հեշ պետքս չէր, հա։ Քրոջդ բան էին ասում։ Չէ, ոչ մի բան չասեց, ուշադրություն դարձրեց։ Նա զգաց որ ես վիավորվեցի էլ դրան։ Դասամիջոցին գիտես ինչ եմ արել, այլ եմ դուրս տրան են պատի տակ նենց եմ ծեծել։ Էդու դեղա որ դի ծիծաղայ ասում եք թե տատիկ ոնց է որ դու այսքան երկար ապրում ես ռիսկով պիտի լինեք կյանքում ուժեղ ես այնքան խեղճ խելոք իմ մաման շատ ուժեղ ա եղել երեխեք որ պատմում է իր պատմություններից ես նենց հպարտանում եմ շատ որ 8-րդ դասարան ենք արդեն որ Ստելան էլ այդ քուրս էլ սովորություն ուներ դպրոց պետք է գնար առաջինը ինքը պետք է մտնել լեննական էլ էր դες գիտես ակե ծմեր էր ցուրտ անենց լավ սիրուն էր մեր դպրոցը մաքուր մամ Սուսանն էլ էր իսկ ես ամենավերջում պատկերացրա արդեն գարուն էր չէ ուշար ինքը գնում էր շուտ ես մազեսել ենքան երկար էր ուշեք միջև ներքևը ենքան էի ուշանում որ ճանապարհի մազես հուսելով գնում էի հուսելով գնում էի մազես հա ուրեմն Երևան որ եկանք Անայ ջան դպրոց ենք գնում այդ դասղեկ ունեն դասատուներ են դիրեկտորա մի հատ չհետաքրքրվան դուք ով եք որտեղ եք ապրում ոչ առանցին ձեզ տեսա ծնող ունեք չունեք
Ոչ իսկ լեննական, որ հանգարց մեկը գալիս է, չէ։ Հա։ Գյուղերից են գալի տեղափոխվում են լեննական, հետո գալիս են կամ դպրոցից դպրոց են տեղափոխվում։ Օ, դասղեկն անմիջապես դիրեկտորը հրիփսիկ էր անունը, կոլոտ սիրուն կնիկ էր։ Հա, կանչում էր անմիջապես։ Ով ես, ինչ ես, կենսագրությունը, ծնողներդ որտեղ են։ Ուրիշ աշխարհ էր, որ ասում եմ։ Ալու, ուրիշ մոլորակից ա եկել։ Ուրիշ աշխարհ էր։ Մամյան, դու կարող ես Լեննականյան մոլորակից ես եկել։ Ինի ուրիշ մոլորակ, երդի շատ սկզբից էլ ասել եմ, դա ուրիշ մոլորակ է։ Մարդկության, ինչ գիտես ինչ կա, 80%, 90%-ը դաժե հարևանը հարևանին հասնում է ամեն ինչով։ Տեսնում ար ինչ որ կարիք ունի, հիվանդ ունի, ծերա, պահող չունի։ Առանց շահագրգռ, առանց շահի բանով օգնում են անայի դա։ Կուկու, բարև ձեզ, ես իմ ակնոցներին դուրս չի գալիս, նայ, ծրված է, ես մի հատ գնամ երևի այդ վաղը, դրանց բրվելի սրա աստում են, ծուրա, համար հավասարակշությունս գործում են։ Ինչպես եք սիրելիներս, հուսով եմ, որ ձեր մոտ ամեն ինչ նորմալ է, ձեր Անայի դեչկան այսօր որոշել է պատրաստել որոշել է պատրաստել երկարատև ընտրությունից հետո բով բուրգինյոն։ Բով բուրգինյոնը տավարի միսը, կարմիր տավարի միսը գինով ուտեստ է, ֆրանսիական տիպիկ ուտեստ է, և ես այն կպատրաստեմ այսօր իմ տերմոմիքսով և նույն բաղադրատոմստերը դուք կարող եք այն օգտագործել ձեր կաթսաների մեջ։ Հիմա ես երեկոյան միսը հանել եմ, հիմա միսը դվանամ, նողորոտ եմ, ես խանել Անայիդը չեր կանում էկրանի, նկատել եք, որովհետև բավականից բաղված է և մի քիչ է ուսից թավետ եմ սկսել, ուժում սկսել, և ես այն անմիջապես կանխեցի, այդ որտեղ դիկլոֆենակ կրեմով, ուրիշ վայրան չունեմ, ես չեմ սիրում շատ դեղեր օգտագործել, բայց եթե բորբոքային պրոցես է, պիտի օգտագործես։ Անցանք առաջ, առողջություն թողնենք մի կողմի վրա։ Ինչ է մեզ պետք բով բուրգինյոնի համար։ Մեզ պետք է շատ լավ գինի։ Ճիշտ ասած ես ունեի ճաշ պատրաստելու գինի, բայց բացել եմ ոչ թե բուրգինյոն, այլ ամենալավագույնի գինի, որը ոչ իրոք շատ համեղ է, քանի որ այն գինի 250 գրամ էր և ես չէի ուզում, որպեսզի իմ բուրգինյոնի համը մի քիչ ուրիշ լինի, թթվահամային լինի։ Բարև մամ ջան, ո՞նց է։ Բով բուրգինյոն, գինով են միսը, բով բուրգինյոն։ Սոխտոր վերցրի։ Հա, վերցրեցի։ Ինչ որ գնայինք ճաշի։ Չեք գնա այսօր ամեն։ Չեն գնա։ Չէ։ Ինչի։ Շոկ է այսօր չի։ Հա, եղավ մամ ջան։ Ամենաիրիկունն ասում է կգնանք, առավոտը հելնում ասում է չգնանք։ Հա, մամ ջան, իմ համար պրոբլեմ չկա, ես քո համար վաղը, հա, համել պոստայի պիտի մտնեմ, քո թուղթը չեմ ուղարկել։ Հա։ Անի երիկուն, ասում հա կգնանք ոգելված առավոտը արտանում ածակ հոգնած։ Վալա, այս գինին, շատ համեղ գինի է երեխեն, պակին, ռեկլամ չեմ անում պակին, միգուցե իրակ չցանկանա։ Սող, սխտոր, գազար, մի քիչ ալուր և ամենակարևորը միսը։ Հիմա երեխեք ջան, ինչ է անում ձեր Անայիդը։ Ձեր Անայիդը ինչ է անում։ Ասեմ ձեզ հորթի մսով հանգարց չարեք երեխեք ջան, եթե ուզում եք իսկական բով բուրգինյոն պատրաստեք, պետք է լինի տավարի կարմիր միսը։ Հորթի միսով արդեն պատրաստում եմ բլանկետը դվո, այդ է կպատրաստեմ մի օր։ Գիտեմ, որ բավականին շատ սոխ է գնում։ Սոխը վնաս չի, եկեք սոխը մաքրեմ, ինչպես եք սիրելիներս։ Պատկերացնում եմ արդեն բոլորդ արձակուրդ եք գնացել, գնում եք, դեռ պետք է գնաք, ձեզ ցանկանում եմ, ինչ ասեմ, լավ արձակուրդ, առողջ, բարով գնաք, բարով վերադառնաք ձեր տները, ցանկանում եմ ձեզ առողջություն, առողջ լինեք ու միշտ ունենաք պրոյեկտներ, միշտ ունենաք նպատակներ և միշտ երբեք չնախանձեք կողքինին, որ ինքը գնում է, դուք չեք գնում, երբեք չհամեմատվեք ոչ մեկի հետ, որովհետև դա շատ կարևոր է։
Երբ որ սկսվում է արդեն մարդու մեջ բտնել նախանձն ու այդ ինչ ասեմ չարությունը, դուք ինքներդ ձեզ վնասում եք։ Ինչու վնասեք ձեզ։ Ինչու։ Եթե կարող եք հանգիստ ձեր համար ապրեք, երեխեք ջան։ Ես չունեմ սխտոր, չմոռանամ սխտոր գնեմ այս տեղը։ Օրենքով ձեզ ասեմ, սիրելիներս, միսը ես պետք է այս նույն պրոցեդուրան անեի երեկոյան։ Հիմա ես մի հատ գին կշռեմ։ Ուտեք ու հարթեք, երեխեք։ 350 գրամ գինի դնում եք մի կողմի վրա։ Մի հատ ես ուզում եմ սա էլ կշռեմ։ Վերցնում ենք մի հատ պատարագախ, դնում կողքի, այս կողքի ջլերը հանում ենք, բայց ինձ ավելի հարմար է իմ վսի հատուկ դանակը, վալա։ Մոտավորապես 2-ից 3 սանտիմետրանոց այսպես կուբիկներ ենք անում, ծակծկում միսը, և լցնում գինու մեջ, այս գինին մերոն է, մերոն, մեկ էլ այսպես գինի ես Երևանում եմ խմել, մեր Օֆելիայի ամուսինն էր բերել տնական քաշած, մեկ էլ Փարվանայում եմ խմել, Փարվանա ռեստորանում, էլ որտեղ խմեցի այդ գինի, լավ գինին, Աբովյան Հատիս Աբովյանում, վալա, ինչը անում ձեր Անահիտը, 200-250 գրամ սոխ, սխտոր, 3 բուջուր ատամիկ, սխտորը ըստ ցանկության, ըստ ձեր սիրելու իմ սխտորներն ենքան բուջուրա մամայի, մի ժամ պիտի մաքրես, մի հատ հարց եմ ուզում տամ, մենակ ճիշտ պատասխանեք, դուք սիրում եք Անահիտի բլոգները, որ Անահիտը իրան ընդհանրապես ցույց չի տալիս, միայն դուրսը, թե սիրում եք Անահիտին այսպես դեմ առ դեմ, ասեք տեհամ, գիտեմ ով կասի, չէ Անահիտ ջան, քեզ ենք սիրում, ես գիտեմ նրանք ովքեր հիմա նստած սպասում են անհամբեր, որ ասեն դեմքիդ կարոտը չենք, գնաց, 20 գրամ զեյթունի ձեթ ասում, բայց քանի որ ես այն չեմ սիրում, ես օգտագործում եմ սովորական ձեթ, հիմա կասեք Անահիտ ինչի չես սիրում, դե չեմ սիրում, երեխեք, ինչ ասեմ, ձեր համար լավ լինի, ու ինքը հիմա արդեն կաղա։ Հիմա ես ցույց կտամ, թե ինքը ոնց աղաց, որտեղ շատ հետ կհետաքրքրի, ամեն ինչ անում է, երեխեք, ամեն ինչ, եւ աղում է, եւ եթում է, եւ թափում է, եւ եւս։ Ահա սիրելիներս։ Գնեք ձեր աղջիկների համար, ովքեր ամուսնանում են, ընտանիք են կազմում, տեսակ, սա գնաց այստեղ։ Հիմա ես գազարն կկտրատեմ, գազարը կտրատում եք կլոր։ Սա կլինի 300, մի հատ էլ կմաքրեմ, Անգամ բադրջանա բերը, ես ես որ բադրջանները շուքին կլակին, իժվայրեմ չունեմ ջերոցը կդնեմ, որովհետև ուզում եմ դրանք դնեմ արդեն սարցախցիկը։ Են որ էլի տեսա մի հատ ռուս, շատ ճանաչված բլոգերա, վեգան, եկավ խանութից ցույց տվեց իր գնումները, Instagram-ով տեսա, լցրեց սոպոնը, օճառը, կրանքի տակը, լրի բանջարեղեն, մրգե, ինքն էլ հղի է։ Շակի ես զարմանում եմ դրանք ուղեղի վրա, ոնց կարելի է մարդը, ես մեր հայ աղջիկներն էլ երիտասարդ, ասում եք հիմա կեսուր միջղայնացի, բերում են ու սկսում են լվանալ։ Երեխեք ջահի երիտասարդ աղջիկներ որ կնայեք, օճառի մեջ ավելի թույն կա, քան թե սրա մեջ։ Ուզում է այդ օճառը լինի բիոլոգիչի, դա սննդի օճառ չի, որ դուք լվանում եք։ Եթե շատ եք ուզում սոդայա ջրով մեջը լցրեք, սոդայով արեք, բայց ինչ էլ անեք, այդ անտեր մնացած թույնը մտել է արդեն բանջարեղենի մեջ։
Կամ եթե չէ, այդ նույն բանը, որ գազարը մաքրեք, ուտեց է սենց մաքրած վիճակում դրեք օճառի տակ լվանա։ Ասում է լցրեք բեկոն, բայց ես չեմ ուզում լցնել խոզի բեկոն, չեմ ուզում համը կորցնի, չեմ լցնի։ Դուք ինքներդ որոշեք, բայց չեմ լցնի 100%։ Դնում ենք այսպես ու գնում է ինքը սոխարացի պրոգրամի տակ 5 րոպե սոխարած, այսինքն 5 րոպե դուք տապակում եք ձեր թավայի մեջ երեխեքան։ Այդ ընթացքում թողնեք ես մեր սիրուն բորգինյոնը, ինչքան հանգստացավ։ Եվ դատարկում եմ գինին, այսպես, լավ, թողնենք թող լավ դատարկվի, գնացինք, հիմա սա լցնել ես ամբողջությամբ, իր մեջ, 5 րոպե ինքը պետք է երկրի, լցնենք սա այստեղ, քանի որ մեզ գինին պետք է նայու, ես արդեն զարգադործին տեսնեմ ես բادرջանների, որտեղ ահավոր գնալով շատանում է և շատանում է։ Սա մեր տապակ լոբիներն է, երեխեք։ Ես այսօր, իսկ եթե ես այսօր պապակեմ սա, ինչ եք կարծում։ Էլոն ասեցի Սերժ, ուշադիր լսում եմ, կարամ մի բան ասեմ, ես ասա, ուսկցեցի ռուսերենը խոսա։ Ասեցի Սերժ, սիրելիս, կարող եք գիտես ես բանն եմ, մոխրոտիկն եմ, զոլուշկեն եմ։ Այս լոբիները, այս բուլղարական, այս կլոր, իրանց ֆրանսիական լոբիները, խառնում այս սրա հետ ու լստում էնում է։ Էն որ հատիկ ոնց էր զոլուշկի կինոյի մեջը չէր անում, այդ այս հատիկ ես է կանգնած հանում, ասեցի мне делать нечего։ И Серж мне сказал, но нет, тебе делать, ничего делать нечего, ես ասա դնում լոբի։ Այ այսենց ինքը լրիվ ամբողջությամբ խառնեց, սոխարածով, հիմա մի քիչ սենց ներս եմ բերում և ինչ է ինձ ասում, կարող եք ասել, ասում է լցրա գինին, լցնենք, վալա, հիմա ինչ է ասում, գինուց հետո 150 գրամ ջուր, 150 գրամ ջուր երեխեք ջան, պահանջում է 20 գրամ մայզենա, վիդե Մարիան, Մայզենա կուկուրուզի ալուրն է, երեխեք ջան։ Պահանջում է բան, լավրովի, պետրուշկա մի քիչ, չորացած, բայց ես չունեմ, ունեմ չորացած, բայց ես սա կգցեմ, և պահանջում է մեջը նաև թիմ, ուրց։ Սիրելիներս մեր բով բուրգինյոնը կարտոֆիլի հետ, համտեսելու ժամանակ Սերժին կհարցնենք, Սերժի ռեզուլտատը, բարյախորժակ, շատ ես համտեսեցի, շատ համեղ էր եղել, բարյախորժակ, տեսնենք հլը, սովսը շատ ընտիր է եղել, ես շատ եմ սիրում սրա մեջի գազարները, բարյախորժակ, Լավ է պերան, նիսեմ, ասեմ դեր չեմ պապում, 30 ռոպե կար դեր եպելու, ես հանեցի, որտեղ արդեն չեն կարող պասել ժան։ Լավա։ Ասեմ երեխեք, ինչքան է եպում, մոտ 3 ժամ։ Ինձ կեսուրը սա պատրաստում է չուգունի ամանի մեջ երկը ահայր է։ Դե ինչ սիրելիներս բարյախորժակ բոլոր նրանց ովքեր սեղանի շուրջն են, հուսով եմ բլոգը ձեզ դուր եկավ, համբուրում եմ ձեզ, սիրում եմ ձեզ և ինչպես միշտ եկեք ձեզ ասեմ պակա, պակա։